Այսօրվա հյուրը ում հետ պիտի զրուցեմ, շատ յուրահատուկ է։ Իմ կյանքի պատմությունը հենց ամերիկյան երազանքի կյանքի պատմություն է։ Վերջ մենք ավարտեցինք ծրագիրը։ Իմ հաճախորդը գիդի ուրա գալի, հարցեր չի տալի եւ վերջում ստանում է երազանք dream առիթ։ Ինչպես լինել ձեր թայֆայից։ Իմ առաջին ամենասելեբրիթին ում համար ես առիթ եմ արել, դա եղել է Sharon Stone-ը։ Ամեն մեկի կյանքում մի հատ Sharon Stone-ա պետք։ Սկսել եմ ամենազրոյից, ասենքն ժամական $5, $6 աշխատելով։ Եկեք ինքի անունը տանք։ Չէ, եկեք չտանք իր անունը, հաստատ իրենք էդի չեն մարսի։ Լուրջ պատահական եմ ասել։ Հա, չգիտեի, չգիտեի, Oh my God, իսկապես։ yes, այո, I did. Զգուշացեք, դռները փակվում են։ Հաջորդ կայարանը գործարանային։ Oh my God, ուր ես ասում։ Քիմենց տունն էի, վերջացրեցի, հեսա Լեոնա զանգում, մի րոպե մնա գծի մեջ, խնդրում եմ Մայլի գծ։ Քավորս Արմենչիկը երկիչ եղելա դեպքեր, որ ես հարսանիք եմ ունեցել նույն օրը Wiz Khalifa-ի ու Քրիստինա Ագիլերայի Halloween party-ն եղել երկու հատ։ Տրամադրությունս ընկավ։ Սենց էի, սենց դառա։ Ես որտեղ լինեմ, պետք է առաջինը լինեմ։ Հասկացա, որ մի րոպե, այստեղ հայ չկա, ես մենակ եմ, եթե ես մենակ մնացես, երկար չեմ ձգի։ Ես ինչ կարգի հարսեմ։ Երազանքի։ Եթե դու հարսանիք անես առանց event planner-ի, դու փող ես կորցնելու։ Դու անցանք առաջ։ Միլիոնից 1 5 տարի չեմ հանգստացել, չեմ գնացել ոչ միտեղ։ Ես Sharon Stone տունը հայկական կոֆե եմ տարել ավազի վրա, կոֆե բաժակներով կին եմ տարել, ողջ աշխարհի մակարդակով ես 100 լավագույն event planner-ների մեջ եմ մտնում։